Տիկին Ղազարյան, իշխանությունը առաջարկեց ընդդիմությանը կառուցողական երկխոսություն ունենալ, սկսել ամեն ինչ զրոյից, բայց այսօրվա ելույթներում մենք տեսանք, որ կարծես այդ պայմանավորվածությունը կամ առաջարկը խախտվում է եւ այսպես սուր քննադատություններ հնչեցին, որոնցից ընդդիմությանը մի մասը արձագանքեց, մյուսը ոչ։ Ինչ եք կարծում, կստացվի այդ համագործակցությունը կառուցողական եւ բարեկիրթ։ Ես կարծում եմ, որ դեռ պաշտպանում ենք այդ կառուցողական երկխոսությունը, բայց դա չի նշանակում, որ կարծիքները տարբերություն չի լինի եւ տարավ այսպես սուր բանավեճներ չի լինելու։ Կարևորը չենք անցնում այդ բարեկրթության սահմանը, ինչը նաեւ ընդդիմությունը այսօր չեմ հիշում ընդդիմադիր ներկայացուցիչներից կոնկրետով փաստեց, որ այո, 2 օր է դեռ շարունակում ենք բարեկրթության սահմաններում մնանք, բայց իհարկե դա ցնցել է կարծես ընդդիմությանը։ Մենք մեր կողմից մեր առաջարկը արել ենք եւ մենք փորձում ենք մնանք այդ տիրույթում եւ մենք միշտ ասել ենք հարգանքին հարգանքով կպատասխանենք, սուր ելույթով կպատասխանենք, բայց ամեն դեպքում մենք ինքներս էլ մեր համար ողջագրել ենք այսուհետ լինել շատ ավելի կոռեկտ, շատ ավելի քաղաքական, բանավեճերը տանել ավելի քաղաքական տիրույթում, որովհետեւ դա ուղղակի բարձրացնում է ազգային ժողովի որպես ինստիտուտի դերը Հայաստանի Հանրապետությունում եւ մենք մեր կողմից մեր պատրաստակամությունը այդ մասով հայտնել ենք։ Այսօր ազգային ժողովի նախագահի կողմից կարծես իր իսկ տված այդ առաջարկը խախտվում է։ Դուք դա նկատեցիք։ Ես դա չեմ նկատել ճիշտն ասած։ Սուր ելույթներ եղել են երկու կողմերից էլ, բայց կոնկրետ նախագահի կողմից ես դահլիճում եղել եմ, բայց նման բան չեմ նկատել, անկեղծ եմ ասում, չեմ հիշում նման, որ ամեն դեպքում ականջ կծակեր կամ ինչ որ կհասկանար, որ մենք սահմաններն անցել ենք։ Ընդհանուր առմամբ այս ազգային ժողովի աշխատանքը ընդդիմադիրների հետ ինչպես եք գնահատում, ինչպես կընթանան, ինչ եք եզրակացրել այս երկորից։ Այո, շատ մեծ հույսեր չունեմ, որ հետագայում աշխատանքների օրենսդրական նախաձեռնությունների դաշտում կկարողանանք այսպես աշխատել։ Իրականում, եթե ինձ հարցնեք, միշտ չեմ նիստերը սկսել, ավելի սարսափելի է պատկերացնում հաշվի առնելով իրենց հայտարարությունները, իրենց տեքստը, այդպես քանի օր է մենք խոսում ենք կոնկրետ բաներից, պատգամավորներից, նոր պատգամավորներից, ովքեր ինչպիսի հայտարարություններով են հանդես եկել, ես մտածում եմ, եթե գան ու նման հայտարարություններ անեն ազգային ժողովում, անպայման ինչ-որ խնդիրներ կառաջացնեն, բայց դեռ զսպվածության սահմաններում ենք։ Իհարկե, լիահույս չեմ ապագայում, որ կլինի նորմալ համահունչ աշխատել, չեմ ասում համագործակցել, որովհետև իսկապես հույս չունեմ, բայց այնուամենայնիվ դեռ այս 3 օրը հույս է ներշնչում։ Բայց ժողովուրդը մանդատ տվել է թե իշխանությանը, թե ընդդիմությանը իրենց հարցերը լուծելու համար, ոչ թե հին պատմություններ հիշել, միմյանց մեղադրել։ Մենք զերծ ենք մնում հին պատմությունները, կոնկրետ օրինակ այսօրվա անդրադարձս ինչին էր վերաբերվում։ Շատ լավ է, որ համայնքներ եք գնում, նոր падգամավորներ եք, ուզում եք խոսեք համայնքի բնակիչների հետ, բայց եկեք ամեն ինչ շատ ազնիվ լինենք, երբ որ ամբիոնին ենք մոտենում եւ ասենք, այո, գուցե այս համայնքում առաջնահերթություն է եղել այս խնդիրը պետությունը դա իրականացրել է, ընդհանրապես հաշվի չառնելով համայնքում կան դիմադիր հայացքներով քաղաքացիներ, իսկ իրենք ինչպես են գնացել համայնքներ եւ ինչպես իրենք են ասում, ինչ որ գյուղտեխնիկա են գնել, իդեպ այդ մասով եւս պատրաստվում եմ խոսել ամբիոնից, իրենք գնացել են այն համայնքներ, որտեղ շատ ձայն են ստացել ու արդեն այստեղ դիսբալանսը խախտվում է, պետք է բոլորի համար աշխատել, դու բոլորի падգամավորն ես ազգային ժողովում անկախ ամեն ինչից, այդ քաղաքացին քեզ այսօր կարողա չի ընտրել, բայց վաղը կարող է համոզվել եւ ձեզ ընտրել, ինչպես Հայաստան դաշինքի դեպքում ա եղել, նրանց քվեների իշխանով պակասեց, մարդիկ փոշմանեցին իրենց ձայն տալու համար, որովհետեւ աշխատանք չտեսա, այստեղ չես կարող քաղաքացուն համոզես, դու լավ պաթետիկ ելույթ ինչքան ես ունեցել, քաղաքացին պետք է շոշափելի արդյունք տեսնի իր համար կոնկրետ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունից, եթե չեմ սխալվում, իրենք նշում են, որ այցելելու են բոլոր գյուղեր, անկախ նրանից այդտեղ քվեստացել են, թե ոչ։ Ես շատ ուրախ եմ, որովհետև էլի չեմ ուզում հետ գնանք շատ տարիներ առաջ, ինչպես էին ընտրությունները եւ այսօր ինձ ասում էին, այո, դուք համարում եք ընտրությունները, այո, ես համարում եմ, որ ընտրությունները երբեք արդար չեն իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, տեղի չեն ունեցել արդար ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ես ուրախ եմ, որ մենք սովորեցրինք ընդդիմությանը առհասարակ քաղաքացիների հետ շփում ունենալ, հասկանալ զարկերակը բռնել քաղաքացու, հասկանալ քաղաքացու խնդիրը, խոսել քաղաքացու հետ։ Մեր ամենամեծ ձեռքբերումը այս տարիների ընթացքում այն է եղել, որ մենք միշտ ենք քաղաքացու հետ եղել ու քաղաքացին մեր հետ է եղել եւ դա հիմնական հիմքն է այսօր մեր բարձր վստահության քվե ունենալու։